լերա ձյունա բացրդից հնչում է մի ձայն դարերի խորքից Մասիսի ծոցում մի սիրտ բաբախում զարկում է անվեջ հայազգին կանչում Դարձեք ով հայեր ողջ Հայաստանի Ես իմ տապաններ կանչում բոլորի Այսօր ներս մտեք իմ եկեղեցի Դասեք ողջ ազգով ժամներ վերջանում Արարատ լերա կարոտ ալսրդից հայոց աշխարհ է թրջում աղավնի ավետի սրտում ձիթենին կծին խաղաղություն քեզ ասելու հայի դարձիր ազգս հայ դարձիր անվարա արյուն ջարդաղեր պիտի վերջանա ես քեզ կլինեմ վահան ու պաշտպան դարձիր քեզ կտամ խաղաղ Հայաստան Մենք այսօր շատ կարևոր հանդիսավոր օր լինելու, որ Լուսարատ գյուղում եկեղեցի է կառուցվել եւ ժամը 2-ին հայտարարված է, որ ժողովուրդը պիտի գան մեր ավագ եղբայրները, եկեղեցու անդամները, համագյուղացիները եւ Հայաստանի բոլոր ծայրամասերից պետք է լինի, որ միասին ուրախանան Քրիստոսի փառավոր հարությանը եւ իր տանկառույցին։ Սիրելի ժողովուրդ, ես Լուսարատ գյուղի պատմությունը կարող եմ կարճ համառոտ ներկայացնել, թե ինչպես է սկսվել 88 թվականին երկրաշարժի տարիներին մեր Լևոն եւ Սերոբ եղբայրները մարմնավոր նաեւ հոգեվոր իրենք վայելեցին Տիրոջ ներկայությունը Քրիստոսի հետ հավատքը իրենց մեջ ձևավորվեց եւ իրենք իրենց ընտանիքով ծնկի վրա գալով աղոթք էին անում Լուսարատ եկեղեցու համար եւ Լուսարատի ժողովրդի համար որպեսզի Աստված օրհնի եւ եկեղեցի ձևավորվի Լուսարատ գյուղում եւ այսօր փառքասու բավականին ժողովուրդ են հավատում եղբայրերի աղոթքի շնորհիվ, որովհետև իրանք հիմնադիրներն են, նրանց նաև գումարվել է Տիրան եղբայրը, Աստված օրհնի իրեն, եւ այդպես այսօր ունենք երիտասարդներ, պատանիներ, մի խոսքով, նմանավանդ այս եկեղեցու բացումից հետո մենք հոգով առաջնորդում ենք, որ ինչքան ժողովուրդ են գալու, այդ բոլորը մեզանից է կախված, թե մենք ինչպիսի վերաբերմունք ենք ցույց տալու ժողովրդի նկատմամբ, թող Քրիստոս փառավորվի, մեզ համար այո ուրախություն է, որ Աստված ամեն մի համայնքում, ամեն մի քաղաքում գյուղում եկեղեցի է ձևավորում, եկեղեցի է կառուցվում, որ գան անմահուկիները փրկություն ունենան, որովհետև այսօր մարդկայի խոսքերը չունի ուժ զորություն, մարդկանց դարձի բերելու, ուժ ունի եւ զորություն փոխելու մարդկանց կյանքը, իհարկե, նորից եմ կրկնում, համեցեք, եկեք եկեղեցի, պատրաստ դռները բաց սպասում է ժողովրդին, ով լսելու ականջունի թող լսի, Աստված հրավիրում է իր ժողովուրդը, որպեսզի փրկություն ունենան, այսօր է օրը փրկության, վաղը ուշ կլինի, իհարկե, նորից եմ կրկնում, այսօր մեր ավագ եղբայրները իրենց պատգամը կտան, որպեսզի ժողովրդի միտքը բացվի, ավելի լուսավորվի, ինչպես գյուղի անունն է Լուսարատ, այնպես էլ մեր սրտերը թող միշտ լույսը առածագի, իհարկե ես
նաև մի կարևոր բան պետք է շեշտեի, որ այս եկեղեցին կառուցվել է մեր հայկական հին ավանդույթի հիման վրա պատմություն կա լուսարադիոում, հարևանությամբ գտնվում է խոր Վիրամ տաճարը, Գրիգոր Լուսավորիչը 13 տարի շարունակ եղել է այն ուսի վերջ, մենք բոլոր պատմությունը գիտենք և դրան գումարած նաև Ծախակողմյա, մենք տեսնում ենք Արարատ լեռը, Մասիս սարը, աջ կողմում են Գևորգ Չաուշտա, թող Աստված օրհնի և որևիցե մի եկեղեցու մենք չենք տեսնում այդպիսի հին պատմություն, ինչ որ այսօր կատարվելու է լուսարադիոում, Աստված թող օրհնի և ամեն մի հույր արտասահմանի դրսից եկող բոլորը պետք է իմանան, տեսնեն, լսեն և Աստված փառավորվի, ամեն։ Իհարկե այսօր ես պարտավոր եմ ներկայացնելու մեր Տիրան եղբորը, որ այդ աղոթողների մեջ ինքն էլ է եղել առաջինը և միասին Լևոն և Սերոբ եղբայրները միասին իրանց աղոթն են բացացրել առ Աստված և այսօր իրանք տեսնում են արդյունքը, ժողովուրդը, որոնք որ դառնում են դեպի լույսին, խավարը մերժելով, փառք Տիրոջը, որ այսպիսի եղբայրներ ունենք լուսարադիոում և իրանք այդ ծանր օրերին, այդ խավար մութ տարիներին, նրանք նեղություն տեսած ժողովուրդ են, բայց կարևորը իրանք պայքարել են նեղության դեմ, բայց օրհնություն են վայելել, այսօր իրանք վայելում են ժողովրդին և ամենակարևորը կենդանի Աստծուն։ Աստված թող օրհնի մեր Տիրան եղբոր իր ընտանիք, իր զավակներին և այդպես էլ իր հավատքը շարունակվի մինչև Քրիստոսի փառավոր գալուստը, ամեն։ Տիրան եղբայր ջան, եթե կունենաս մի երկու բառ փոխանակի ժողովրդին, որ Քրիստոսի սերը դու արդեն ամեն ինչ ներկայացրեցիր, խոսեցիր, իրոք որ ասենք Աստված, ասենք իր գործը միշտ էլ այս գյուղի մեջ եղել է, ժողովրդի մեջ և Աստված, ասենք, մեծ աշխատանք է կատարել, այս գյուղում մեծ արտնություն է եղել և շատերը ապաշխարել են, բայց մեր այս գյուղի եկեղեցու համարյա կեսը գնացել են դուրս, վերջը նորից տարբեր եկեղեցիներ տկարացել են և դուրս են գնացել, արդ երկիր է գնացել ապրելու, ասենք Սմբատ եղբայրը, Հրաչ եղբայրը, Սերոբ եղբայրը, բոլոր իրանց ընտանիքներով դրսում են, հավատքի մեջ են, ապաշխարում են, ուրախանում են, և մենք տեսնում ենք Աստծու գործը և մեջ Տիրան եղբայր, ամենակարևորն եմ ուզում ասել, շատ հետաքրքիր է, երբ որ մեր եղբայրները այստեղից տեղահանվել են, գնացել են օտար երկիր ապրելու, այդ շքեղ երկիրը, Ամերիկա, Եվրոպան, այդ երկրները բոլորը իրանցը չի շեղել Քրիստոսի սիրուց, հավատարիմ ու հաստատում են մնացել, դա մեզի շատ է ուրախացնում։ Ուրեմն ես վկայեմ, երբ որ քույրս, որ պետք է գնար Եվրոպա, Այն ժամանակ քույրս հավատքի մեջ էր, Շամիրան քույրիկը, ինքը հավատքի մեջ էր և գալուստն էլ իր ամուսինը հավատքի մեջ չէր հաստատվում և ես էլ այդպես շատ էի մտածում անհանգստացած էի, ասում էի գնա Եվրոպա, վերջը ասենք այնտեղ հավատք է, ոնց քույրս էլ վերջը այնտեղ էլ հավատքը էլ կկորցնի, բայց փառք Տիրոջը, մեր ասենք մտածմունքի, մեր ասենք բանից, լրիվ հակառակ հիմա փառք Աստծու, քույրս իր ընտանիքով, երեխաներով գալուստն էլ և գալուստի պատասխանատվություն էլ կա, և Սմբատը, և Արմանը, բոլորն շնորհակալ ենք ասում, շնորհակալ ենք։ Նրանք հիմա ասենք հավատքի մեջ են, որտեղ Եվրոպայում մեծ արդյունություն է հայերի մեջ, մեծ համար մեծ ուրախություն է Տիրան եղբայր ջան, այո, էդի ձեր, մեր բոլորիս աղոթների հետևանքն է, երբ որ մենք մնացել ենք հաստատում, երբ որ մենք մեր հավատքը չի բացակայել, մենք շարունակել ենք մեր աղոթները, այսօր մենք պատասխանը ստանում ենք, անունը փառավորվի Տիրոջ։ Հավատքի մեջ են Արտուշ աղբերը, դու գիտես, մենք ինչ մտել ենք հավատքի մեջ, աղոթքա օջախները, իրիկունները միշտ ամեն օր այսքան տարի ամեն օր նախանձավոր եք եղել։ Այսպես է պիտի շարունակվի մինչև Քրիստոսի փառավոր գալուստը։ Ամեն, ամեն։ Տեր օրհնի ձեզ։ Ամեն ինչ ուզում է
ես Հիսուս, անայն ինչ քո կամքն է մեր կյանքում, քեզ ենք նվիրվում ամբողջովին, բարի հաճելի կատարյալ, քո կամքը թող լինի միշտ մեր կյանքում, հաճելի կատարյալ, քո կամքը թող լինի միշտ մեր կյանքում, անայն ինչ ուզում ես, անայն ինչ քո կամքն է իմ կյանքում, քեզ եմ ընծայվում ամբողջովին, անայն ինչ ուզում ես Հիսուս, անայն ինչ քո կամքն է մեր կյանքում, քեզ ենք նվիրվում ամբողջովին, Այնքան թացնես, այնքան
Հազար ու փառավոր այնքան չկա այնքան ներով իմ մտերի հազար է այնքան չկա այնքան ներով իմ մտերի Դու դիլե Ես աղոթում Ես ունեմ Հիսուս Մեծ փրկիչ ինձ համար Եվ ոգով պատրաստ է Սիրտս տալու նրա Ես ունեմ Հիսուս Մեծ փրկիչ ինձ համար Եվ ոգով պատրաստ է սիրտս տալու նրա Տեր Հիսուս, աշխում եմ փրկիչ ինձ լավ տվիտա խնդրում եմ օրմի Տեր Հիսուս, աշխում ինձ լավ տվիտա խնդրում եմ օրմի Թողել ես բոլոր աշխարհի գործերը իմ առջև բացվել են հոգևոր դռները ով կընտրի գտնի ես վրդով ցանկանա Հապոկին կվացվի Տեր ոգով նամենա Ով կընտրի կգտնի Ես վրդով ցանկանա Հապոկին կվացվի Տեր ոգով նամենա Տեր Հիսուս, աշխում Ինձ լավ կվիտա խնդրում եմ օրմի Տեր Հիսուս, աղաչում եմ փրկիչ Ինձ լավ կվիտա խնդրում եմ օրմի մենք լինենք Տերամես կատեսնի ինչ էլ որ մենք խոսենք Հիսուսը կալեսնի իսկ եթե սխալում ենք ու շեղնենք իր ճամփից հավատքով աղոթենք Իսկ եթե սխալում ենք ու շեղնենք իր ճամփից հավատքով աղոթենք ներում կպատկերին Տեր Հիսուս, աղաչում
Սիրելի եղբայրներ և քույրեր, այսօր Արարատի մարզում բացում է մի հոգևոր կրտոճախ, որ մարդիկ կարողանան մուտք գործել աղոտ բարձրացնել կենդանի Աստված, որպեսզի յուրաքանչյուրս մեր հոգիները մաքրեն։ Այսօր ներկա են մեր մեջ Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու ավագ եղբայրությունը, նաև այսօր ներկա են մեր մեջ Արարատի տարածքի Արարատ քաղաքի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Վեդի համայնքի եւ իր կոլեկտիվով մենք սիրով ձեզ ողջունում ենք Ավետարանի հավատքի քրիստոնյանի եկեղեցին աղանդավորներ չեն մեր պապերի տատերի ավետարանն որ այսօր մենք շարունակողներ ենք եւ մեզ համար մեծ ուրախություն է լուսարատ համայնքում բացվի այսպիսի հրաշալի հոգևոր օջախ ասում փառաբանելու մեր պապերը տատերը նահատակվել են բայց հավատքը բերի հասել են 21-րդ դար մեզ են հասել եւ մենք շարունակողներ ենք ես ուզում եմ կարճ ասել այն մասին թե այս եկեղեցին ինչպես կառուցվեց թեպետ մի քիչ եկեղեցի չի նայվի ասելու բայց պարտավոր եմ ասելու նախքին բնակիչներին որը որ այսօր ներկայ է մեր Սմբատ եղբայրը ապրում է Եվրոպայում ասացի Սմբատ եղբայր մենք տեղ չունենք հավաքվելու եկեղեցի պիտի կառուցվի ասեց ամեն ջանք ու երանգ կդնեմ որպեսզի ժամանակին գումարը գա եւ եկեղեցին կառուցվի հաջորդեց մեր Սերոբ եղբայրը որը գտնվում է Միացյալ Նահանգներում եւ վերջապես մեր երիտասարդ երրորդ եղբայրը մոռացա Հրաչ եղբայրը եւ շատ անհատներ որոնք իրար ներդրում են կատարել եւ նրան ուզում եմ միացնել Լուսարատի եկեղեցու բոլոր եղբայրներին ջանք ու երանք չխնայելով դուք տեսնեք քիչ հետո կատարեցին ամեն բան եւ այսօր Աստծո դուռը բացվել շնորհակալ ենք Աստծուց շնորհակալ ենք Տիրոջ արած մեծ ողորմություններին այս սրահը տարբերվում է բոլոր հանդիսության հանդեսների համար ու բացվում է վերջապես ինչ անհրաժեշտություններ են անում ուրախությամբ սա մեծ ուրախություն է մեզ համար որ Քրիստոս է թագավորում մեր հոգու աշխարհում որ մենք գալիս ենք մեր աղոթն ենք բարձրացնում Աստված իրոք լուսարատ գյուղը խոսում այն մասին որ յուրաքանչյուրից ներկայացնում պետք է հերանա խավարը եւ լույսը ներթափանցի մեր հոգու աշխարհը դռները բաց է յուրաքանչյուր լուսարատու համար ազատ կարող եք մուտք գործել ես աղոթից առաջ կուզեի կարդալ 148-րդ Սաղմոսի 6-րդ խոսքից հետեւյալը Զանոնք հավիտյանս հավիտենից հաստատեց կանոն դրա որ չի խափանվի օրհնեց հեքտերը երկրեն ով իշատելու բոլոր անդունդներ կրակ եւ կարկուտ ձույն ու շոքի եւ անոր խոսքը կատարող մրկալից խով լեռներ ու բոլոր բլուրներ բծղատու ծառեր գազաններ ու բոլոր անասուններ սողացողներ թևավոր թրջուններ երկրի թագավորներ եւ բոլոր ազգեր իշխաններ ու երկրի բոլոր դատավորներ երիտասարդներ եւ կուսաշիներ ծերեր ու տղարքներ բոլորը թող Տիրոջ անունը օրհնեն ամեն օրդի բոլորից զորացնի եւ հիմա մենք կանգնենք ոտքի հայրը մեր եկեղեցուությամբ սկսենք այսօր ամեն պաշտամունքը տերունական նաեւ եկեղեցի բացումը
եւ փառքը հավիտյանս հավիտենից ամեն մենք գոհանում ենք քեզանից Եթե Տերը չշինե տունը, զուրտեղ կաշխատին անոր շինողները։ Եթե Տերը չպահպանե քաղաքը, զուրտեղ կհսկեն պահապանները։ Ուրախանային երբ ինձ ասեին տիրոջ տուն երթանք, մեր ոտքերը քու դռներուդ մեջ կայնեցավ ով Երուսաղեմ։ Ալելույա, օրհնեցեք Տիրոջ անունը, օրհնեցեք ով Տիրոջ ծառաներ, որ Տիրոջ տունը կգենաք մեր Աստծո տան սրահներու մեջ։ Տիրոջ տան մեջ տնկվածները Աստծո սրահներու մեջ պիտի ծաղկեն, ծերության ատենալ պտուղ պիտի տան, բարարդ ու կանաչ պիտի մնան։ Երանի անոր, որ կընտրես ու քեզի կմոտեցնես, որպեսզի բնակի քու սրահներուդ մեջ, պիտի լցրինք քու տանդ եւ քու սուրբ տաճարի բարության։ Անոնք քո տանդ պարարտություններ պիտի կստանան, ու քո հաճություններուդ գետեր պիտի խմցնես անոնց, վասնձի կյանքի աղբյուրը քո քովդ է, քո լույսովդ լույս պիտի տեսնեն։ Հիրավի բարերարությունն ու ողորմությունը ինձի հետ պիտի կան, կյանքիս բոլոր օրերի մեջ ու շատ օրեր Տիրոջ տան մեջ պիտի բնակվին։ Արարած
Սիրելի եղբայրներ, քույրեր, հարազատներ, ես շատ ուրախ եմ այս հիանալի հանդիպման համար եւ նաեւ շնորհակալություն ուզում ասեմ բոլոր այն անձանց, որոնք մասնակցել են այս շինարարությանը։ Ես շատ հաճախ կապ ունեցել եմ մեր Արտուշ եղբոր հետ, ջանք օրը եղան ներդրումը, նաև Արտուշ եղբայրը, նաև բոլոր նրանք, ովքեր իրենց անունները չի հնչել այստեղից, կարևորը որ Աստված լսել ամեն մեկի սիրտը եւ աշխատանքը եւ դա Աստծո մոտ շատ գնահատվում է։ Եվ այս աղոթքի տունը, որ կառուցվել է, ես իմացա, որ 40 տարի այստեղ ուղղակի եղել են պաշտամունքներ, մեր Լևոն եղբոր տանը պատվալում, մենք վերջնական պաշտամունք արեցինք, նաև շնորհակալություն հայտնենք իրենց, բայց այս 40 տարվա մեջ այս առաջի կառույցը, որ եղավ, ես մի բանով էի ուրախանում եւ ասում էի իմ ներսը ավելի մեծ ուրախություն է, երբ որ այստեղ կգա մի հոգի ավելի շատ թանկ է, որ կմտնի այս տունը եւ ինքը գտնի իր կյանքի մեջ Հիսուս Քրիստոսին, գայտնվի Աստված եւ ինքը կունենա փրկություն եւ հավիտենական կյանք։ Սիրելի հարազատներ, իմ ներսը շատ ուրախ է, ոմանք որ այստեղ առաջի անգամ են հաճախում այս պաշտամունքի մեջ, այս բացման մեջ կլինեն խոսքեր եւ այս ինչպես Արտուշ եղբայրը ասեց, այս դուռը բաց արնելու բոլորի համար, որը ստեղից կլինեն աղոթներ, որը ստեղից կլինեն դժվարություններ, մարդը կգա դժվարությամբ, նեղությամբ կամ փորձության մեջ կմտնի այս վայրը, ես հավատում եմ, որ Աստված իր անդադար քեզ չի ուղարկի։ Շնորհակալ ենք։ Ես միտեղ կարդամ Սուրբ Գրքից Սողոմոնի տաճարի վերաբերյալ, տեսեք ինչ է տարքիր բան ասում Սուրբ Գիրքը, ուրեմն 3-րդ թագավորաց 3-րդ թագավորաց ուրեմն կարդում եմ 8-րդ գլուխ 27-րդ խոսքերից, բայց իրավ Աստված կբնակվի երկրից վրա, ահա երկինքը եւ երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ուր մնաց իմ այս շինած տունը, սակայն ով Տեր իմ Աստված, նայիր քո ծառայի աղոթքին եւ նրա աղերսանքին, որ լսես այս պաղատանք եւ աղոթքը, քո ծառատ այսօր քո առաջին մատուցանում է, որ քո աշկերը այս տան վրա բաց լինեն գիշեր ու ցերեկ այստեղի վրա, որի համար ասեցի, թե իմ անունը այստեղ պիտի լինի, որ լսես այն աղոթքը, քո ծառատ այստեղ աղոթում է, եւ լսես ծառայիդ եւ քո Իսրայելի ժողովրդի աղերսանքին, որ մատուցանում է այստեղ, եւ արդ լսիր դու քո բնակելու տեղիցը, երկնքիցը եւ լսելով ներիր։ Սիրելի հարազատներ, Սողոմոնը մի տաճար էր կառուցել եւ այդ տաճարը գնացել է շատ մեծ ծախսեր։ Լացող պատը որ կա, մենք 2 անգամ եղել ենք Իսրայելում, մինչև այսօր հրեաները այդ լացող պատի մոտ աղոթք են անում, մի հրաշալի տաճար, շատ գեղեցիկ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասեց, որ քար քարի վրա չի մնա։ Իրոք քար քարի վրա չմնաց եւ պատմությունը այսպես է մեկնաբանում ռոմեական զինվորները այրելով այդ տաճարը, քանի որ այդ տաճարի մեջ կային ոսկիներ, ոսկեգործեր, որպեսզի այդ ոսկիները տանեին։ Ինչումն է բանը, աղոթքի Սողոմոնի կարևոր մի աղոթքը սա էր, որ ոչ թե տաճարի գեղեցկությունն էր կարևորում այդքան, այլ կարևորում էր նա, որ քո աշկը այս տան վրա բաց լինի, որպեսզի ամեն մի մտնող, ամեն մի ելնող, որ աղոթք անի դեպի քեզ, դու լսես իր աղոթքը։ Ես հավատում եմ ստեից կուրվեն մեզի խոսքեր, այդ խոսքերը թող մեր սրտի մեջ հաստատվի, որ այստեղ ամեն մեկս, երբ որ մենք գնանք մեր տները,
ոչ տեստերից գնանք այսօրվա համար, սիրելի հարազատներ, ժամանակները փոխում են, օրերը գնալով չարանում, որպեսի այս տունը իրոք բացված ասաղի համար, բոլորիս համար, որպեսի ամեն մեկը մտնի այս տունը, գալով ամեն տեսակի դժվարություն, նեղություն, մարդու կյանքը լի է դժվարություններով, որ այս տան մեջ մտնելով, աղոտ կանելով, ինքը առած իր պատասխանը գնա, սիրելի հարազատներ, թող Աստված օրհնի, շնորհակալ եմ բոլորիցդ, որ այստեղ ներկա եք, այս ներկայությունը ձեր, որ այստեղ կա, թող հաճախակի լինի, Տերը օրհնի ձեզ, ամեն։ Եթե կուզես Տերը տեսնել, իր քաղցր ձայնը ուղղել, եթե խրան կուզես առնել, կամ քո վերքերը դարմանել, եթե խրան կուզես առնել, կամ քո վերքերը դարմանել, թե իմ այսօր կուզես ըլամ, կամ երկնքեն շնորհքը ստանամ, կամ հորորդություն ունենամ, կամ թե Տիրոջ կամքը գիտնամ, կամ հորորդություն ունենամ, կամ թե Տիրոջ կամքը գիտնամ, եթե կուզես ճամփա գտնել, երջանկության վայրը մտնել, պետք է քեզի արթուն կենալ, և ավետար նկատալ, պետք է քեզի արթուն կենալ, և ավետար նկատալ, և ավետար Սա իրոք ասում եմ մեծ ողորմությունն է, մեծ շնորհ։ Ուղղակի ուզում եմ անդրադառնալ հետևյալին, առաջի տաճարը, որ կառուցվեց Սողոմոնի միջոցով, հեղինակը և նախագծողը ինքը Տեր Հիսուս Քրիստոսն էր։ Պես մենք նայում ենք հետագայում, որ տաճարը ավիրվեց, որն է տաճարը։ Քուրոջ ջան, եղբայրներ ջան, Եվրոպա Միացյալ Նահանգներ գնացեք, իսկական մեծ տաճարներ կան։ Սմբատը Հոլանդիայից է, այնտեղ գիտե, Հելետենում երբ որ եկեղեցի առան, կաթողիկե եկեղեցին, մեծ եկեղեցի։ Այդ գյուղի մեջ երկու հատ եկեղեցի կա, երկու հատ տաճար, բայց երկուսն է տաճար։ Այսօր նպատակը հետևյալն է, որ այդ տաճարները լսվեն մարդկանցով։ Ունարեն Էգլիսիա Սպարն է, եկեղեցին, որ ունի երկու միտք, առաջինը հավատացյալների հավաքատեղի, երկրորդը Քրիստոսի մարդ։ Սողոմոնը, երբ որ տաճարը կառուցում էր, ամենակալ Աստված խոսեց Սողոմոնի հետ ասելով հետևյալը։ Եվ Տիրոջ խոսք եղավ Սողոմոնին ասելով, այս տունը որ շինում ես, եթե դու գնաս իմ պատվիրանքներով եւ իմ իրավունքները կատարես, սպայես իմ ամեն հրամանները, որոնացում կնաս, այն ժամանակ ես կհաստատեմ իմ խոսքը քեզ հետ, որ քո հայր Դավիթի հետ խոսել եմ, եւ կբնակվեմ Իսրայելի որդկանց մեջ, եւ իմ Իսրայել ժողովրդին չեմ թողնի։
Եվ մենք նայում ենք Ասոյ կառուցված տաճարը, Ասոյ ճարտարապետությամբ քանդվեց, որն է պատճառը։ Այսօր ամենակալ Աստված ուզում է, որ ես եւ դու հասկանանք, հին ուխտի մեջ տաճարը Քարաղեն տաճարն էր, իսկ նոր ուխտի մեջ տաճարը դուք եք։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ ամենակալ Աստված նայեք ինչ է հիշատակում Պետրոսի շուրթերով ինձ եւ քեզ։ Դուք եք կենտանի քարեր պես շինվեցեք հոգևոր տաճար, Սուրբ հանություն, հոգևոր պատարակներ մատուցանեցեք ասում ընդունելու Հիսուս Քրիստոսի ծերով։ Ասոյ նպատակը սա է։ Երբ որ մենք խոսում ենք եկեղեցուց, մարդիկ առաջին հասկանում են տաճար, ոչ սիրելիս, եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Եվ եթե եկեղեցին տեղում չէ, պրոբլեմը պիտի լինի։ Այսօր երբ որ մենք նայում ենք խնդիր կա, դժվարություն կա, պրոբլեմ կա, մարդիկ մեղադրում են այս անձնավորությանը, մեղադրում են մյուսին, սիրելիս, մեղավորը մենք ենք, մեղավորը եկեղեցին է։ Եթե եկեղեցին տեղում լինի, Աստված իր օրհնությունը կանի։ Հիշում եք, երկրորդ Հնացորդաց 7-րդ գլխի 14 համարի մեջ ինչ էր ասում ամենակալ Աստված։ Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված իմ անունը, խոնարհություն եւ աղոտ կանեն, իմ երեսը խնդրել, իրեն չար ճանապարհներից ետ դառնա, այն ժամանակ ես կլսեմ երկինքից կներեմ նրանց մեղքերը, կբժշկեմ նրանց երկիրը։ Այսօր մեր երկրի բժշկությունը կախված է մեզանից։ Ոչ թե Քարաղեն տաճար կառուցելուց, այլ մարմնավոր տաճար, մարմնեղեն տաճար, ներողություն, հոգևոր տաճար, որ մարդիկ են։ Ուղղակի խնդրանքս այսօր հետևյալն է, որ ապրեք ասում հաճելի կյանք։ Ուշադրություն դարձեք, երբ որ մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ, ամենակալ Աստված խոսում է հետևյալը, եւ խոսքը ուղղված է մեզ ամեն մեկից։ Լինում է պարակա, երբ որ խոսում են հավատացյալների մասին, մեկը դրական կարծիք ունի, մյուսը բացասական կարծիք, բայց Աստծո նպատակը հետևյալն է, որ ամեն մեկից դրական կարծիք ունենաս։ Ուշադրություն դարձեք, երբ որ մարդը ասում հաճելի է, նաև հաճելի է մարդկանց։ Սամվել մանուկը մեծանում էր, առաջի թագավորած երբ որ կարդակ, գրված է թե հաճել էր ասում եւ թե մարդկանց։ Նույնը գրված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար, որ Հիսուսը մեծանում էր, հաճել էր ասում եւ թե մարդկանց։ Ես չեմ հավատում, որ ասո խոսքը այսօր իրեն ուժը ունի։ Եվ ես հավատում եմ, որ խոր վիրապի մեջ Գրիգոր Լուսավորիչը աղոթել է ձեզ համար։ Աղոթել է, որպեսզի իրոք այստեղ այդ տաճարը կառուցվի։ Բայց մենք պիտի ապրենք այդ կյանքը։ Զաքարիա մարգարեության մեջ կարդում եմ մեկ համար, որտեղ որ ամենակալ Աստված ուղղում է խոսքը մեզ։ Այն օրը կբերեն ազգերից ամեն լեզուներից 10 մարդ, այսինքն կբերեն մեկ հրյա մարդի քրանց կասելով, գնանք ձեզ հետ, որտեղ լսել ենք, որ Աստված ձեզ հետ է։ Ասո նպատակը սա է։ Եվ ամեն մեկ անձնարություն պիտի կարողանա ապրի Աստծո հաճելի կյանք։ Հիշում եք, երբ որ Հիսուսը ջրորի մոտ խոսեց սամարացի կնոջ հետ, հակասություն կար հրեաների եւ սամարացիների մեջ։ Հրեաները ընդունում էին, որ պաշտամունքի վայրը Երուսաղեմն է, սամարացիք ընդունում էին Քարոզին լեռը։ Բայց վերջնակետում Տեր Հիսուս Քրիստոսը ինչ ասաց։ Գրված է հետևյալ տողերը, որ ժամանակ կգա, որ Տիրոջը կպաշտեն այդ սարերը, ամեն տեղ։ Այսօր փառք Աստծոյս մեծ շնորհի ողորմության համար, որ Աստված ձեզ տվել է։ Ուղղակի խնդրանքս հետևյալն է, ապրեք Աստծուն հաճելի կյանք։ Տաճարը չէ, այլ տաճարի միջից։ Մենք ունենք հսկայական մեծ տաճարներ, բայց նայում ես կամաց տաճարում մարդիկ բացակայում են, որն է պատճառը։ Նորից եմ կրկնում։ Այսօր ազգը ունի բժշկության կարիք։ Պատճառը մենք ենք։ Եթե մենք ապրենք Աստծուն հաճելի կյանք, իմացած եղեք, որ Աստված ողորմություն կա։ Բոլոր ժամանակ հատվածներում, երբ որ Իսրայել ազգը հեռացել Աստծուց, տաճարը քանդվել։ Նույն այսօր, եթե մենք հեռանանք եւ ապրենք այնպես, ինչպես որ մենք ենք ուզում, այս Քարաղեն տաճարը ոչ մի արդյունք չի տա։ Ձեր ապրած կյանքն է, որ մարդիկ պիտի տեսնեն, դառնան Տիրոջը փառտան ամենակալ ասում։ Ուղղակի խնդրանքս հետևյալն է, եղբայրս, քույրս, Աստված քեզ միայն քեզ համար չի կանչի։ Երբ որ կարդում ենք Մատթեոս ավետարանի մեջ գրված է,
Դուք եք աշխարհի լույսը։ Այսօր դուք պիտի լույս տաք ձեր ապրած կյանքով։ Դուք պիտի համ տաք։ Այս օրինակ ասեմ եւ եզրափակեմ, ամեն տեղ ես վկայությունը տալիս եմ։ Տարիներ առաջ մեր կարուշ եղբոր օրեփորտը չգիտեմ քերու հուղար կառուցության ժամանակ մեքենաները լրիվ եկեղեցումներ։ Ես ասեցի թե բարեկամներին տարեք, որպեսզի տեղ լինեն։ Մեկը կար այնտեղ, ասեց ես գերեզմանատուն չեմ գալիս, ասի ինչի համար, որն է պատճառը։ Պարզվեց, որ ինքը Յովայի վկա է։ Տղաները երբ որ ամեն մեկը սկսեցին հարց տալ, մի հատ անհավատ անձնավորություն մոտեցավ եւ ինչ ասեց։ Տղեկ ջան, գիտեմ, դուք ինչ հավատքի տեր եք, ինչի մասին եք խոսում։ Ասում երբ որ ըստենից դուրս եմ գալիս, միշտ աղոթում եմ։ Կարապետի պաշտած Աստված ինձի ողորմությունը։ Այսինքն մարդը հավատում է, տեսնելով Կարապետի կյանքը, որ ինքը իրոք Աստվածավախ մարդ է։ Հավատում է, որ Կարապետի պաշտած Աստվածն է ճշմարիտ։ Դասված որ ես գյուղի մեջ ամեն մեկը լինեք լույս։ Որ մարդիկ տեսնելով ձեր կյանքը, ինչպես որ գրված էր մարգարության մեջ, ոչ թե ասեն լսել ենք, այլ պիտի ասեմ, տեսել ենք, որ Աստված ձեր մեջ է։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Հիսուսի ներով աչքերը գարնանային արևի նման ինչ ջերմ են աչքերը Հիսուսի կապուտակ երկնքի նման ինչ պարզ են աչքերը Հիսուսի սիրո մի խորը անչափելի օվկիանոս են աչքերը Հիսուսի Եվ որքան նրա մեջ սուզվում ես, անհատակ են աչքերը Հիսուսի։ Երբ բացում ենք մեր սրտի դռները, ժպտում են աչքերը Հիսուսի։ Երբ թարվում ենք իր ոտքերին, հրճվում են աչքերը Հիսուսի։ Մեղավորի միշտ սպասող համբերող են աչքերը Հիսուսի Սխալներս անվերջ ներող բազմողորմ են աչքերը Հիսուսի Ցավի մեջ տառապած ես բուժում կա աչքերում Հիսուսի Թե մեղքերի մեջ մեռած ես ներում կա աչքերում Հիսուսի բռնած ճամփից երբ շեղվում ես կանչում են աչքերը Հիսուսի երբ թողնում ու հեռանում ես արտասվում են աչքերը Հիսուսի եթե կարծում ես մերժված ես դու քեզ հետ են աչքերը Հիսուսի Թե բոլորից լքված ես դու, քեզ հետ են աչքերը Հիսուսի, ամեն անգամ նեղության մեջ, միշտ հույս են աչքերը Հիսուսի, և տրտմության խավարի մեջ քեզ հույս են աչքերը Հիսուսի, սիրով լեցում, Սիրո կանչ կա, հրավերք կա աչքերում Հիսուսի, մի համախիր, փրկություն կա քեզ համար, աչքերում Հիսուսի, ամեն։ Քո հայացքը ինձ գտա, քո սուտ ձեռքը վեր հանեց ընկածից,
կմեցնեն Օրդության սիրո խոսքեր կամարցացնեն Սուրբ նաջարի մեջ կեզ օրնություն կերքեն Ողջ հոգով և ողջ սրտով կեզ կորմեն Թարգության մաշակս կմեցնեն Օրդության սիրո խոսքեր կամարցացնեն Սուրբ նաջարի մեջ կեզ ախոսներ կերքեն Ողջ հոգով և ողջ սրտով կեզ կորմեն Հանդերձներս փոխեցիր Պապուճանից հոսերիր Իմ գլուխը նոր յուղոծեցիր Նոր ամամբ ինձ կանչեցիր Ժառանգոր կնկոչեցիր Սուրբ ոգոմը ինձ նորմալ դարձրեցիր Թարգության մաշակս կմեցնեն Օրդության սիրո խոսքեր կամարցացնեն Սուրբ նաջարի մեջ կեզ օրնություն կերքեն Ողջ հոգով և ողջ սրտով կեզ կորմեն Թարգության մաշակս կմեցնեն Օրդության սիրո խոսքեր կամարցացնեն Սուրբ նաջարի մեջ կեզ օրնություն կերքեն Ողջ հոգով և ողջ սրտով կեզ կորմեն 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 Սիրելի եղբայրներ, քույրեր, մենք սրտանց ասենք Փառք Հիսուսին։ Այսօրվա համար, այս հրաշալի օրվա համար, այս պարգևի համար, որ Աստված մեզ պարգևել է։ Ամեն ժամանակ, որ Աստծո ժողովուրդը մեկտեղ է հավաքվում, մենք ընդունում ենք, որ դա երկնքից պարգև է։ Որտեղ Աստվածն է այս մեծ հնարավորությունը տվել, որ այսօր այստեղ լինենք։ Նայում ենք ինչքան դեմքեր ուրախ են, որ Աստված այսօր այս հնարավորություն տվել է, այս տաճարը կառուցվել է եւ Տերը ունի ծրագիր։ Հենց այնպես այս աղոթքի տունը չշինվեց։ Այստեղ շատ մարդիկ պետք է գան եւ Աստված գիտի եւ ճանաչում է նրանց, ովքեր պետք է Աստծուն դառնան, ովքեր պետք է երկրպագեն կենտանի Աստծուն։ Ես ուզում եմ Սուրբ Գրքից մի համար կարդամ բոլորիս համար, որը գրված է Առաջ Կորինթացիների 3-րդ գլխի 16-17 խոսքերը։ Չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակված է ձեզանում։ Եթե մեկ Աստծո տաճար ապականե, նրան էլ Աստված կապականե, որտեղ Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք։ Գոհություն Տերոջից, որ Աստված այսօր ասում է, որ մենք ենք Սուրբ Հոգու տաճար, որ Աստված մեր մեջ բնակվի։ Բայց այսօր ինչպես եղբայրը, նույնպես ես ուզում եմ խոսեմ այս տաճարների մասին, առաջինը քարեղեն, երկրորդը մարմնները։ Երբ որ Աստված Մովսեսին ասեց, որ մի սրբարան շինի, որի մեջ ես բնակվեմ, որ դա գրված է Երից գրքի 25-րդ գլխի 8-րդ խոսքի մեջ։ Եվ ինձ համար մի սրբարան շինեն, որ իրանց մեջ բնակվեմ։ Բոլոր ինչպես որ քեզ ցույց տվի խորանի օրինակը եւ նրա բոլոր կարասեքի օրինակը այնպես պետք է շինեն։ Աստված Մովսեսին պատվիրեց, որ խորան շինեն, որի մեջ պետք է բնակվի, բայց այստեղ կարևոր բան կա, սիրելիներ։
Դա պետք է շինվեր ոչ թե մարդկային իմաստությամբ, մարդկային գաղափարով հենց այնպես տաճար, Աստված ասեց, բոլոր չափերը լայնություն, երկարություն, բարձրություն, բոլոր չափերը Աստված ինք տվեց, որտեղ Աստված, եթե մի բան պատվիրում է մարդուն, անպայման Աստված ուզում է, որ դա ամեն բան արվի իր կամքի համաձայն, ոչ թե մարդու ուզածով։ Եվ դրա համար որպեսզի տաճարը կառուցվեր, եւ Աստված այնտեղ տվեց մարդիկ, ովքեր այդ տաճարը պետք է կառուցեին, մարդիկ, ովքեր պետք է լինեին իմաստությամբ եւ սրտով լեցված։ Ելից գրքի 36-րդ գլխի մեջ գրված է, որ այդպիսի մարդկանց ընտրեցին Բեսելը եւ Օղիապը եւ ամեն սրտով իմաստուն եղողը, որոնց Եհովան իմաստություն եւ հանճար տվավ, որ գիտենան սրբարանի պաշտոնի ամեն կերպ գործերը անելու։ Բոլորը Եհովայի պատվիրածի պես եւ Մովսեսը կանչեց Բեսելին, Օղիապին եւ ամեն սրտով իմաստուն եղողին, որի սրտի մեջ Եհովան իմաստություն դրավ, այսինքն այն ամենը, որի սիրտը փափագում էր գործի մոտենալ, որ գործե նրան։ Սերներ, այստեղ Աստված ասում է, որ մարդիկ ընտրեց, որոնք իմաստությամբ եւ հանճարով գիտությամբ լեցված էին։ Այդ ժամանակ այն շատ շինարարներ, որոնք այդ մեծ գործերը կարող էին անել, բայց այս տաճարը, որը Աստված ասել էր, որ ինքը որոշել էր, որ այդ չափսերը պիտի լինի, Աստված ընտրեց մարդիկ, որոնց մեջ դրեց այդ իմաստության հոգին, այդ հանճարը, որոնք նրանք պիտի կատարեին Աստծո ուզածի նման։ Եվ անցած ժամանակներ սիրելիներ, եւ այդ ժամանակ Աստված նորից խոսում է ժողովրդի հետ եւ ասում այն մասին, որ տաճարը, որ կառուցված էր, որի մեջ մարդիկ պաշտամունքներ են անում, մտնում են, դուրս են գալիս, կամաց այդ տաճարները սկսեցին վերածվել ուրիշ բաների։ 21-րդ գլխի մեջ Մատթեոս ավետարանի գրված է, երբ որ Հիսուս հաղթական մուտք գործեց Երուսաղեմ, բոլոր մարդիկ դուրս են եկել Հիսուսին դիմավորելու։ Կանչում են Հոսանա Դավթի որդի, բայց Տերը չնայեց այդ բանին։ Հիսուսը գնաց այնտեղ, որտեղ աղոթքի տուն էր։ Տերը մտել էր այնտեղ եւ գնաց աղոթքի տուն, եւ այնտեղ առևտուրի տուն էր դարձել այդ աղոթքի տունը, որ կառուցել էին, եւ Աստված բոլորին այնտեղից դուրս անեց։ Ասեց հորս տունը աղոթքի տուն պիտի կոչվի, բայց դուք ավազակների այր եք արել։ Եվ բոլորին դուրս անեց այնտեղից։ Աստված տեսավ, որ այդ աղոթքի տունը, որտեղ պիտի հավաքվեին աղոթկաներ, ասում պաշտեին, վերածվել էր առևտուրի, մեղքերի, եւ Տերը դուրս անեց այդ բոլորին, սիրելի եղբայրներ, քույրեր։ Եվ հիմա ես ուզում եմ ասեմ տեղը, որտեղ գրված է Սուրբ գրքում, որ մենք պիտի շինվենք հոգևոր տաճար։ Ինչպես եղբայրը այդտեղ կարդաց։ Եվ յուրաքանչյուրս այսօր որպես տաճար Աստված բոլորիս մեջ պիտի ապրի, եւ նա պիտի կառուցվի հոգևոր տաճար։ Ինչպես Աստված ասել էր Մովսեսին, որ ամեն չափսերը պետք է համապատասխանի իր ասածին այդ տաճարը կառուցվելու։ Եթե Տերը այսօր այցելում է մեր մեջ եղբայրներ, քույրեր, Աստված ուզում է, որ մենք ապրենք այնպես, ինչպես ինքն է կամենում, որ մեր կամքը մի կողմ դնելով, Աստծո խոսքը ունենալով, այստեղ մենք մտնենք ու դուրս կգանք, աղոթքներ կանենք, պաշտամունքներ կանենք, բայց ամենակարևորը մեր սրտերի մեջ լինի կյանքը։ Ամենակարևորը, որ մեր ներսում լինի այդ մաքրությունը, որ մենք Աստծո առաջ ապրենք այն կյանքը, որին Աստվածն է ուզում։ Եփեսացիների 2-րդ գլխի 15-21 խոսքերի մեջ գրված է. Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխ չեք, այս սուրբերի հետ քաղաքացիներ, Աստծո ընտանիքներ, առաքյալների մարգարեների հիմքի վրա շինված, որի անկին ու գլուխ է Հիսուս Քրիստոսն է, որ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճար Տիրոջմով, որ նրանում դուք էլ նրա հետ շինում եք Աստծո բնականon հոգով։ Յուրաքանչյուր հոգի այստեղ որ նստած է, ամեն մեկս համարում ենք ճարտարապետ։ Ամեն մեկս այսօր մենք հոգևոր շինարարությամբ ենք զբաղված, մեր հոգու շինարարությամբ, որպեսզի մենք ապրենք այն կյանքը, որին Աստվածն է հավանում, այնինչ որ Աստվածն ասեց սիրելիներ, իսկ որպեսզի մենք լինենք սուրբ տաճար, բնակարան, շինվենք հոգևոր տաճար, Աստված մեզ պատվիրում է խոսքը Պետրոս առաքյալի միջոցով։ Գրված է Առաջի Պետրոսի 2-րդ գլխի առաջի խոսքից եմ ուզում կարդամ։ Արդեն գծելով ամեն չարություն, ամեն խաբեություն, կեղծավորություն, նախանձ, ամեն չարախոսություն, նորածին երեխաների պես ցանկացեք այն բանավոր անխարդախ կատին,
որ նրանով աճեք դեպի փրկություն։ Եվ շարունակության մեջ գրած է, որ դուք պետք է շինվեք Սուրբ Քահանայություն։ Սերներ, որպեսզի մենք հոգևոր կյանքի մեջ աճենք, Աստծո խոսքի մեջ լցված ենք Աստված մեր առջև դրել կյանքը։ Մենք մեզանից անենք ամեն չարություն, բոլոր սխալները, ապրենքային կյանքը, որ Աստվածն է ուզում։ Նայենք երկինք, որ Սուրբ Ոգին ինչ որ մեզ ասում է, ապրենք այդ կյանքը սերներ։ Այս տանջարը ինչքան էլ գեղեցիկ կառուցված լինի, ինչքան էլ հաճելի լինի սերելիներ, մեր ներսի կյանքը չի կարա փոխի։ Մեր ներսը պիտի փոխի Աստված։ Եթե մեր ներսում ապրում է Աստված, մենք պիտի ապրենք այն կյանքը, որ Իրանը հաճելի։ Մենք այդ ժամանակներն ենք ապրում, այդ ժամանակների մեջ, որ մենք բոլոր սերգենք Աստծուն, մենք բոլորս կարիք ունենք կենտանի Աստծուն, խոնարհվելու իր առաջ, սիրելիներ։ Որ այսօր պաշտամունք այսօր կա, միշտ լինի այստեղ այդ պաշտամունքը, որ մենք ապրենք այն կյանքը, որը Տերն է ուզում։ Եթե այսօր մի գործարան, որտեղ արտադրում են, ասենք սիգարետ կամ որևէ այլ բան, ուզենանք այդ ապարատներով մենք քաղցրավենիք ունենանք, երբեք դա չենք կարանել։ Եթե նրա կտուրներ փոխենք, պատերը փոխենք, մեր ուզած վերանորոգումը անենք, ինչ է որ անենք, այդ ապարատներով մենք երբեք չենք կարա քաղցրավենիք ստանալ։ Բայց եթե այդ ապարատը փոխենք, դնենք այն ապարատը, որ քաղցրավենիք պիտի անվի, մենք ստանալու ենք դա։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ինչքան ուզում հոգևոր կյանքի մեջ, ինչ էլ ուզում լինի, ինչ էլ անենք, ինչ քայլեր անենք, ինչպես ուզենանք, ինչպես կամենանք, եթե մենք այսօր Տիրոջ կարիք ունենք եւ Սուրբ Ոգին ապրում է մեր մեջ, Աստված ապրում է մեր մեջ, մեր ներսը փոխված եղավ, մեր ներսը փոխեցինք, մեր սիրտը փոխվեց, այն ժամանակ կնորնություն։ Ինչքան էլ մենք ուզենանք այդ բոլոր բաները անենք, եթե մարդու մեջ չարախոսությունը, մարդու մեջ դառնությունը, մեղքերն է, այդ է մարդը խոսելու։ Մինչև մարդու ներսը չփոխվի, ամբողջությամբ մեր ներսի չանենք, հին մարդը մենք դուրս չանենք, նորը չակնենք, մեր կյանքը չի փոխվի, եւ անող է Հիսուսն է։ Եվ Տեր այսօր ինքը ներկա է մեր մեջ, որ տեսնի մեզ, օժնի, մենք Տիրոջ առաջ գալով, ունենալով այդ զղջումը կենտանի Աստծո առաջ, որ մենք տաճար ենք եւ մեր մեջ Հիսուսն ապրում։ Ինչքան մենք ուրախանում ենք հիանալի տաճարի համար, այսօր ինչքան ասվեց, որ ինչքան հիանալի տաճար է կառուցված, ինչքան գեղեցիկ է, ինչքան լավն է, մենք սրա մեջ մենք մեզ հաճելի ենք զգում։ Մեր մեջ Հիսուսն է ապրում։ Մենք էլ մեր ներսը ընկնենք սրբենք, որպես մենք Աստծո խոսքի մեջ ապրենք, այնպես ինչպես Աստվածն է ուզում։ Աստված բոլոր սորի սիրելիներ, եւ մենք լցվենք երկնային կյանքով, Հիսուս Քրիստոսի խոսքով, ունենանք այն կյանքը, որ Աստված անի։ Ուզենանք որ Տեր դու արա մեր կյանքի մեջ, ես ուզենամ որ Աստված փոխի, մենք այդ կյանքի մեջ ապրենք սիրելիներ։ Տերը օգնի ամեն մեկին լեցնի, որ մենք մեր կյանքի բոլոր օրերի մեջ հաճելի կյանք ունենանք Աստծո առաջ, պաշտենք ու երկրպագենք միայն կենտանի Աստծուն, փառք Տիրոջ սիրելիներ, ամեն։ Անցկացրու ինձ կովիթով, սրտության փառքի խորանը, ես ուզում եմ Տեր տեսնել ես եկա, ես փնտրում եմ քեզ ամբողջ հոգով, բարձրացրու ինձ շնորհիվ կանգնել, Դավիթ արջել որ Տեր գությամբ արդարությունը տեր, ուզում իմ Տեր սրտավոր ներկայությունը։ David
Ես անչափ ուրախ եմ, երևի ամենաուրախն եմ, որ Արտուշ եղբայրը զանգեց հրավիրեց այստեղի պաշտոնքին բացմանը, ինքը չգիտեր, որ եսի մեր գյուղն, ասի Արտուշ ջան, եսի մեր գյուղն է, դու ինձ հրավիրես։ Ուրախացա ու փառքասու լիքը ավազատ դեմքեր եմ տեսնում, նույնիսկ իմ օրոքով տղեմ Տերտերյան Հայկազը նախկին գյուղապետը ստեղ նստացա, ասված օրնի, որ սա ոչ թե առաջինն ու ոչ թե վերջի անգամ լինի, այլ առաջինը լինի եւ թե շարունակական։ Ես ասեմ, որ Պարսկաստանից, ես Պարսկաստան եմ ծնվել, այս գյուղի շատ պարսկահայեր կան, ասեմ, որ 69 թվին, երբ որ մենք հայրենադարձվեցինք, Պարսկաստանի մեր գյուղի կարելի ասել վերամբարձկամունքով վերցին, բերին տեղափոխին ստեղ, լրիվ գյուղը եկավ ստեղ։ Ու ես իմ դպրոցական տարիները, մանկության տարիները ստեղ եմ անցկացրել, բայց այդ չի ամենակարևորը։ Ամենակարևորը, որ իմ ապաշխարությունն էլ ստեղից սկսել։ Իմ կարծը ապաշխարությունը ստեղից սկսել մեր ուրեմն Սերոբ եղբոր տանը առաջի անգամ պաշտամունքի մասնակցեցինք, հետո Լևոն եղբոր տանը, իհարկե Լևոն եղբայրը մնչել է Սերոբ եղբայրը Ամերիկայա, բայց հուշերը մնացել են։ Ու երկար տարիները սպասել ենք այս գեղեցիկ առիթին, որ այստեղ ժողովարան լինի, եւ ես ասեմ դարձ ապաշխարությունը ոնց է եղել 89 թվին, երբ որ մեր եղբայրությունը խոր վիրաբուն պաշտամունք անում, բացօթյա ժողով, այնտեղ է լինում նաեւ իմ զոքանչը, որ հիմա այստեղ ներկա է 88 տարեկանը Ռուսաստանից իմացել է, որ ժողովարանի բացումն հել է եկել է։ Մինչև այդ չէին կարող իրան բերեինք ստեղ, բայց լսել է ժողովարանի բացումն վերակաց եկել է։ Ինքը Աստծո խոսքը լսում է, գալիս է նաև մեր մեջ տարածում ու առաջին տեսիլքը, որ ես տեսա, ես ասեմ ինչ էր, մենք այդ ժամանակ արդեն Աբովյանում էինք ապրում, այստեղ մի անձնավորություն կար շատ վատանուն ուներ, ասում են ինքը հավատացել է տարել, այդ ժամանակ հավատացյալների ինչ ասես ասում էին, ինչ վատանուն ասես ասում էին։ Ու երբ որ ես կնոջ երեխեքի հետ ուղարկեցի զոքանշիստուն, մի օր եկա որ իրանց տանեմ, երեխեքը վազելով եկան իմ առաջացին, պապան մաման հավատացել է տարել։ Մի անգամից այն որ ասում են արունը խփեց գլուխս, տեսիք տեսա, ամբողջ Հայաստանի քարտեզն եկա առաջս աշտարակարատ, Էշմիածին, հոկտեմբերն, Լեննական, ասի սա խայտարակ էր նշանա։ Հենց ինքնիկը պետք է ապաշխարել, ինքնիկը պետք է հավատացյալ դառնալ, այդ մարդու պատճառը, որտեղ վատանուն էր հանել, ու սիրել եղբայրներ գրել, երբ որ մի անգամ ես իրանց հետ գնացի պաշտամունքի, այն որ Հովհաննես Մկրտչի աշակերտները Տեր Հիսուսին հարցնում են, ասում են որտեղ ես գնում։ Տեր Հիսուսը ասում է եկեք տեսեք։ Գրվածը եկան, տեսան ու մնացին։ Ես էլ առաջի անգամ որ գնացի Սերոբ եղբոր տունը, գնացի տեսնեմ ինչ են անում։ Գնացի, մնացի ու փառք Տիրոջը մինչև մնացել։ Այդ իմ ապաշխարության սկիզբն էր եւ ես ուրախ եմ, շատ ուրախ եմ մեր հարազատների համար, այս գեղեցիկ օջախի համար, բայց Սուրբ Գրքի ցերկու համար ես ուղղակի գեհիշեմ, որ իրական փառքը որն է, իրական գեղեցկությունը որն է։ Ուրեմն այդ մասին ժամանակի առումով չեմ ուզում ընթերցել, ավակ եղբայրներն պետք է խոսան։ Ուրեմն Զաքարիա Մարգարիտյան երկրորդ գլխում է գրված Բաբիլոնյան գերությունից երիտասարդ մի վերադառնում է Երուսաղեմ, ուզում է Երուսաղեմի պարիսները շինի Բաբիլոնի պարիսների նման, որտեղ Բաբիլոնի պարիսները շատ լայնացակ էին եւ այնտեղ կարգեր էին որով գնում։ Ուզում է այդ ծև սարքի, ուզում է Բաբիլոնի նման գեղեցիկ սարքի ու Տերը հրեշտակին ասում է գնահասա այդ անձնավորությանը։ Լայնացակ պիտի բնակվի Երուսաղեմը իր շրջակայի մեջ եւ տեսեք ինչ ասում։ Եվ ես պիտի նրա համար հրեղեն Պարիս դինեմ շրջանակի ասում է Տերը եւ փառած համար պիտի լինեմ դրան։ Պետք չի ասում է իրան Պարիս։ Ես ինքս հրեղեն Պարիս կլինեմ, այս տանը հրեղեն Պարիս պատերը եւ իրա փառքն է, այս տան գեղեցկությունը իրա ներկայությունն է։ Աստված թողորնի որ երբեք Աստծո ներկայությունը ստեղից չպակասի։ Երբ որ Աստծո ներկայությունը կա այստեղ, ժողովուրդն են կգան։ Երբ որ Աստծո ներկայություն չկա, բարակտիկան կգնա, դեռ չեն կա։ Դրա համար Տերը թողորնի Եսայիա Մարգարեության մեջ 62-րդ գլխում Տիրոջ խոսքը հնչում է։ Քո պարիսների վրա ով Երուսաղեմ, պահապաններ են տրել։ Նրանք բոլոր օրը եւ բոլոր գիշերը բնավ պիտի չլռեն։ Դուք ով Տիրոջը հիշողներ, մի լռեք եւ նրան դադար մի տակ, մինչեւ որ նա հաստատե եւ մինչեւ որ նա Երուսաղեմը օրհնություն շինե երկրում։ Աստված էստեղ եկեղեցիա հիմնե, այդ եկեղեցին որպես պահապաններ պարիսների վրա, ասում են գիշեր ցերեկ աղաղեք եւ նրան դադար մի տակ,
Միջև որ Երուսաղեմը օրդություն շինի երկրում, միջև որ այս տունը օրդություն լինի Արարատի մարզում, Տերը թող օրհնի, ինքը պաշտպանի, ինքը փառավորվի հավիտյան, ամեն։ Ես էլ ձեզ հետ ուրախանում եմ այս հրաշալի հնարավորության համար եւ կար ժամանակ 2000 թվականին ես այս ապրումները ունեցել եմ, երբ որ մենք Դիլիջանում ունեցանք ժողովարան, ունեցանք հնարավորություն տարածք, ես այս ապրումները ունեցա, ինչքան մեծ կարևորություն է եկեղեցու համար, քաղաքի համար, տարածքի համար ունենալ մի տարածք, որտեղ մենք կարող ենք Աստծուն փառավորել։ Փառք Տիրոջ անունին, Տերը օրհնի։ Ես մի համար եմ ուզում կարդալ Սուրբ գրքից, որը գրված է Երեմիայի մարգարեության 7-րդ գլխում, քույրեր եղբայրներ, սա շատ կարևոր է, նախապես ուզում եմ հիշեցնել Սուրբ գրքից մեկ ուրիշ համար, ժամանակի պատճառով բոլորը չեմ կարդում, ուզում եմ հիշեցնել մեկ համար, որտեղ գրված է Հիրավի Տեր Եհովան ոչինչ չի անում, մինչև իր ծրագիր, իր նպատակները մարգարեների միջոցով չի հայտնում իր ժողովրդին։ Ես այսօր ուզում եմ ասեմ եղբայրներ քույրեր, որ Աստված իր նպատակը ու ծրագիրը հայտնում է մեզ։ Եվ գալիքի մեջ այնպես չի, որ Աստված առանց ասելու մի երևույթ պատահի, մենք ասենք, ես ինչի էսպես եղավ։ Մենք հավատքի ժողովուրդը պարտավոր է Տիրոջ հետ կապ ունենալուց կարողանա ինքը հասկանալ ինչ է կատարվում երկրի վրա եւ այս ամենը ինչի հետևանքն է։ Դրա համար սիրելի հարազատներ, Քրիստոսով քույրեր եղբայրներ, ուզում եմ այս մասին կարդանք եւ մենք միտք առնենք։ Այս այն ժամանակն էր, որ դեռ Բաբելոնյան գերությունը չէր եղել, դեռ հրա Իսրայելը գերության չէր մատնվել, դեռ հրա ոչինչ չէր կատարվել, բայց Աստված գալիքը ասեց Երեմիային, որպեսզի ժողովրդին ներկայացնի։ Զորքերի Տերը, Իսրայելի Աստվածը կսե. Ձեր ճամփաներուն ու գործերը ուղեցեք, որպեսզի թողնեմ, որ այստեղ բնակվեք։ Դուք մի ապավինիք սուտ խոսքերուն, որոնք կսեն. Տիրոջը տաճարը, Տիրոջը տաճարը, Տիրոջը տաճարը այս է, քանզի եթե ձեր ճամփաներն ու գործերը ճշմարտապես ուղեք, եւ եթե մարդուն եւ անոր ընկերը մեջտեղ իրավունքը զգուշությամբ գործադրեք, պանդուխտին, որբին եւ որբևարին զրկանք չնեք ու անմեղ այրուն չթափեք եւ օտար աստվածների հետեւե չգնաք ու ձեր չարիքի պատճառ կլա, որ ձեր չարիքի պատճառ կլա, այն ատեն այստեղ ձեր հայրու տված երկրից մեջ պիտի բնակեցնեմ ձեզ հավիտյանս հավիտենից։ Սիրելի եղբայրներ քույրեր, Աստված այս օրինակը նախապես Իսրայելի ժողովրդին ստեղծեց, տվեց, բայց ավետարանն ասում է, որ մարդիկ չնայեցին, չընդունեցին, չհավատացին այդ խոսքերին, որը գրված է նույն գլխի 27-րդ խոսքում։ Դու այս բոլոր խոսքերը անոնց պիտի ասես, բայց քեզի մտիկ պիտի չմեն, զանոնք պիտի կանչես, բայց քեզի պատասխան պիտի չտան։ Եվ շատ հետաքրքիր մի պայման, երբ որ արդեն եկել էր գերության շրջանը, երբ որ Իսրայելը արդեն գերության պիտի տարվեր, նրանք կանգնել էին Նաբուգոդոնոսոր թագավորի առաջ, Նաբուզարդան դահճապետի առաջ էին կանգնած, սիրելի քույրեր եղբայրներ, ավետարանն ասում է, որ Երեմիային մոտիկացան շատ մարդիկ եւ հարցրեցին. գնանք Եգիպտոս, թե չգնանք Եգիպտոս։ Եվ ասեց Աստված ինչ որ ասի, մենք խոսք ենք տալի, որ անպայման պիտի լսենք։ 10 օր հետո պատասխանը եղավ Երեմիայի միջոցով, Աստված խոսեց, որ Եգիպտոս մի գնացեք, բայց ասին մենք քեզ չենք լսելու, մենք պիտի գնանք։ Մերժեցին Աստծուն։ Աստված օգնական լինի։ Մի փոքրիկ պատմություն նահանգներից մի նահանգապետ իր աշքախմբով գնում է Երուսաղեմ։ Եվ Երուսաղեմում եղբայրներ քույրեր, Գողգոթայում երբ որ նրանք աղոթք են անում, աղոթքի ժամանակ երբ որ ինքը ծունկի է գալիս, որ աղոթք անի, կողքիններն ասում են հարմար չի քեզ, ստեղ ծունկի գալու աղոթք անելու։ Ասում գիտեք Գողգոթան մի տեղ է, որտեղ ցածրերը բարձրացնում է, բարձրերին ցածրացնում է, Գողգոթան այդտեղն է։ Եղբայրներ քույրեր, այս տունը այնտեղն է, որտեղ մտնողը պիտի մխիթարվի։ Եթե ինքը չմխիթարվեց, մենք այսօր ցավոք սրտի ապրում ենք մի երկրում,
որտեղ շատ մայրեր ունենք իրանց որդիների կորցրած, որտեղ շատ գյուղեր եւ շատ քաղաքներ ունենք, որտեղ չկա մի հատ գերեզմանատուն, որտեղ դրոշ չլինի, որտեղ մեր ազգի երիտասարդությունից կամ զինծառայողներից կորուս չունենանք, Աստված այսօր այս եկեղեցիները նաև նրանց համար է պատրաստել, որ նրանք էլ մտնեն այս օջախը, այս տունը, այս տարածքը եւ իրանք կարողանան մխիթարություն գտնեն։ Միշտ խաղումների ժամանակ, հողարկավորությունների ժամանակ մենք մարդկանց այսպիսի խոսքեր ենք ասում, Աստծով մխիթարվես, Սուրբ Հոգով մխիթարվես։ Եվ այսօր շատ կարևոր է քուրեր եղբայրներ, մենք այդ մխիթարությունը կարողանանք գտնել երկնքից եւ այդ մխիթարությունը ստեղ է։ Եկեղեցում է, որտեղ դու կարող ես մտնել եւ երկնքից մխիթարությունը ստանաս։ Ստեղ կարող են կամ փողոցում կամ շրջապատում կարող են քեզ խոսքեր ասեն, լավ բառեր ասեն, դու կարաս մխիթարվես, բայց գիշերը, երբ որ պարկես քնելու, դու մենակ ես լինելու եւ մեկը չի լինելու, որ քեզ մխիթարի ու կարողանան խոսքերն ասի, որ քո հոգին կշտանա, քո ներսը խաղաղություն գտնի, դա կարող է միայն մեր երկնքի Տերը Հիսուս Քրիստոս, արդար ու ճշմարիտ Աստվածը, որ իմ ու քո համար եւ մխիթարություն եւ հաղթություն։ Ես կխնդրեմ, որ Աստված օրհնի այս տարածքը եւ այստեղից խոսքեր հնչեն, որ մարդիկ մտնողը մխիթարվեն ու բժշկություն գտնեն։ Ամեն։ Ով քրիստոնյա հայ ժողովուրդ, արդյոք գիտես գաղտնիքն այս մեծ, թե ով ես դու որ երկրից, ինչ օրհնությամբ ով քեզ ծնեց, թե մարդկության նախահայրը, որ հողից է արարվել, կամ Եդեմը հրաշագեղ Աստված որտեղ է հիմնել, թե Սուրբ Նոյը որ երկրում գտավ իրեն իջևան, որն էլ դարձավ ողջ մարդկության, որպես երկրորդ Օթևան, այդում արքան առաջինը Քրիստոսին ընդունեց, ու նրա մոտ շնորհ գտավ տանջվող ցավից բժշկվեց, որ երկրում տասնյակ տարի մարդն ապրեց խոր վիրապում եւ դուրս գալով արքայի հետ փառավորեց Աստծուն, ում դրոշը առաջինը Աստծո առջև խոնարհվեց, նրա որդու սուրբ արյունով քրիստոնյա մկրտվեց, ազգ իմ հայոց, արդյոք գիտես, թե ով ես դու որ երկրից, դու Աստծո սիրելին ես դեռ աշխարհի սկզբից, եթե գիտես գաղտնիքն այս մեծ բարի կամքը Հիսուսի, սրտիդ փակված դուռը բացիր Աստծո մեղմիկ թակոցին, Աստծո հոգուց իջած լույսով լուսավորվի քո հոգին, քո բերանով Տեր դավանիր Աստծո որդի Հիսուսին, այդ հույսն է որ քեզ կտանի դեպի երկինք փրկության, դու Հիսուսին կանչիր սրտանց, քանի բաց է այդ ճամփան, երանի քեզ հայ քրիստոնյա, դու Հիսուսին կանչիր սրտանց, քանի բաց է այդ ճամփան, երանի քեզ հայ քրիստոնյա, ուրախացիր ու ցնծա, Աստծո ընտրյալ ժողովուրդ ես, քեզ պես աշխարհում չկա, երջանիկ ես դու Աստուծով, քանզի փրկիչ Տեր ունես, Քրիստոսի խաչից բխող, հավատ, հույս և սեր ունես։ Աղություն ես երկանեցրեր, սրտանց ասեն պարմիր տիրոջ, բոլորսեր ուրախ են այս հրաշալի խաղեցի համար, որտեղ պետք է Աստծո անունը փառավորվի։ Եղբայրները արդեն հիշեցրեցին Սողոմոնի տաճարի վերաբերյալ, երբ որ Սողոմոնը Աստծո պատվիրով կառուցեց տաճարը, իհարկե պրոյեկտը տվել էր Դավիթին, Սողոմոնի հորն էր տվել, չափսերի բանաներից նկարագրել, բայց կառուցեց Սողոմոնը։ Երբ որ Սողոմոնը կառուցեց տաճարը, հսկայական մի մեծ տաճար էր կա։ Նու այսօրվա բանելի գնահատմամբ նավարդ 86 միլիարդ դոլար։
որտեղ դեռ շատ ոսկիներ կար արդյալ տարբերքարի եղան։ Հիմա բայց երբ որ կառուցվեց, մենք կարդում ենք, որ այդ տաճար էր, բայց այնտեղ չկար Աստծո ներկայությունը։ Ու երբ որ Սողոմոնը ասում է 8-րդ գլխի մեջ, այն ատեն Սողոմոն Իսրայելի ծերերուն ու ծերերուն բոլոր իշխանները Իսրայելի որդիներն հանրապետները Սողոմոն թագավորինքով Երուսաղեմ եկան եւ գնացին ուրեմն Սողոմոնը պատվիրեց, որ ուխտի տապանակը, որ հրեաների մեջ Աստծո ներկայության խորհրդանիշն էր, ուխտի տապանակը Սիոնից բերեց։ Երբ որ այդ ուխտի տապանակը բերեցին, դրեցին տաճարի մեջ, ինչ դեր ունեցավ։ Աստծո ներկայությունը իջավ եւ քահանաները ստիպված էին սրբությունից ելան եւ ամպը գեցուց Տիրոջ տաճարը։ Ուրեմն տաճարը, երբ որ մենք կառուցում ենք այս քարեղեն կառույցը, առանց Աստծո ներկայության ոչ մի բան է, բայց երբ որ սրբությունը, այսինքն Աստծո ներկայությունը, երբ որ տաճարի մեջ է, նոր ամպ է իջնում եւ բաներ իջնում։ Պողոս առաքյալը երբ որ գնացածենք ոչ կարակերոս 18-րդ գլխում պատմում ենք, տեսա որ շատ արձաններ կան, ամեն մեկ այնտեղ աթենացիները շատ աստվածներ ունեին։ Ու միտեղ էլ գտավ, որ գրած էր անծանոթ Աստծուն։ Ես Պողոս առաքյալը Արիսպագոսում կանեց եւ քարոզեց այդ ասում ես ձեզ ուզում եմ խոսել այն Աստծո մասին, որ դուք չեք ճանաչում։ Եթե չեք ճանաչում, ու այսպիսի արձան եք կառուցել, ես հենց այդ Աստծո մասին եմ ուզում խոսել։ Եվ բացատրեց եւ ասեց. Աստված ուրեմն Գործ Առաքելոց 17:24-ում Աստված որ աշխարհը ստեղծեց եւ անոր մեջի բոլոր բաները անիկա երկինքու երկրի տեր ննալով ոչ թե ձեռագործ տաճարների մեջ կբնակի, ոչ այլ մարդոց ձեռքով կպաշտվի։ Բանի մեկ կարոտի պես, քանզի ինքը կուտա ամեն կյանք ու շունչ եւ ամեն բան։ Ուրեմն Աստված քարեղեն տաճարների մեջ չի բնակվում։ Հիմա այս քարեղեն տաճարը, բայց այստեղ Աստծո ներկայություն լինելու համար պետք է որ ժողովրդի մեջ այդ ներկայությունը լինի։ Աստծո տունը Հիսուս ասեց Հովհաննես 14-րդ գլխում, որ ես եւ հայրս կգանք ու ձեր մեջ օթևան կանենք։ Սիրելի եղբայրներ, քույրեր, այո, տաճարը շատ հրաշալի բան է, հավաքատեղի է, բայց եթե այնտեղ ժողովուրդը չապաշխարի, չլինի Աստծո ներկայությունը, տաճարը որևէ բանի պետք չի գա։ Հիշում եք, ասենք, եղբայրները հիշեցրեցին, ես էլ եմ եղել Եվրոպայում, ինչքան մեծ տաճարներ, ինչքան մեծ շինարարական գործեր ա, որ ասենք արվեստի գործեր ա բան, բայց այդ տաճարները այսօր մարդ չկա, գնացող չկա։ Ու երբ որ սիրելիներս մենք կարդում ենք նաև Անգիա մարգարության մեջ, որ Տերը այսպես է ասում Անգիա մարգարեի միջոցով ասում է, Դարեթ թագավորի 3-րդ տարին Տերը խոսեցավ եւ ասեց. Բաբելոնից ժողովուրդը վերադարձրել, Աստված Բաբելոնյան գերությունից ժողովրդին վերադարձրել էր, որպեսզի ժողովուրդը շինարարություն այն տաճարը շինի։ Հիմա տեսեք 4-րդ խոսքն ինչ ասում։ Արդյոք ժամանակն է, որ դուք ձեղոնազար տուների մեջ բնակեք ու այս տունն ավերակ մնա։ Սակայն հիմա Զորաստերը ասես է, ձեր ճամփաներով մտածեցեք, շատ ցանեցիք, բայց քիչ բերիք, կերակ, բայց չկշտացավ։ Եվ 7-րդ խոսքում ասում է, Զորաստերը ասես է, ձեր ճամփաներով մտածեցեք, լերը ելեք եւ փակ բերեք եւ իմ տունը շինեցեք։ Ուրեմն, երբ որ Զորաբաբելը Հոսեդեկյան, Հեսուն եւ Սաղաթելյան Զորաբաբելը եկան Երուսաղեմ, հետաքրքիր է, որ Սաղաթելյան Զորաբաբելը Հեսին չսկսեցին իր Աստծո կառուցելուց։ Նրանք սկսեցին Աստծո տաճարը կառուցել։ Եղբայրներ, քույրեր, շատ կարևոր է, որ ինչից ես դու սկսում քո գործունեությունը։ Եթե մենք ուզում ենք Հայաստանի վիճակը լավանա, պետք է դա եկեղեցու սկսվի։ Եկեղեցին պետք է, եկեղեցու շինարարությունը, եւ մեր եկեղեցի մարդիկ են, Աստված մարդկանց մեջ է բնակվում, ձեռագործ տաճարի մեջ չի բնակվում։ Եթե ուզում ենք Հայաստան աշխարհը շատ լավ լինի, մեր ապաշխարությունից է կապված, մեր վիճակից է կապված։ Դրա համար թող Աստված օրհնի սիրելի եղբայրներ, քույրեր, որ այս տունը դառնա այդ օջախը, որտեղ ուխտի տապանակը այստեղ լինի, այսինքն Աստծո ներկայությունը այստեղ լինի։ Եվ դրա համար մենք աղոթենք, եւ այստեղի ժողովուրդն էլ ասենք, աղոթ կանի, որ ոչ միայն իրանք այստեղ գան ու պաշտեն, այլ շատ այստեղ նորեր հավաքվեն, եւ այս հիմա ինչքան որ 120 հոգյանոց տեղ է, դառնա 240, հետո դրան եւ այլ 1000 հոգյանոց եւ այլն։ Ժողովուրդը շատ ապաշխարի։ Տիրոջ անունը թող փառավորվի։ Ամեն։
Ատանց ասեն փառքաստիր Ամեն քույրեր, մարդիկ, եղբայրներ, հայրեր, մայրեր, որոնց ձեր մեջ է ասում փառքը նորադարձներ ղեկավարները, որ եկել են ես կամ որ նստան դիմացան փառքաս Աստված ողջունեց եղբայրներ քույրեր, իրոք որ Աստված մեծ գործ կատարեց ձեր միջոցով որոնք այստեղ ներկա են, որոնք այստեղ ներկա չեն Տերը օրհնի ձեզ ձեր ներդրումը որ արել եք իմ papa լավ խոսք էր ասում ով որ Աստծո տան վրա մի քար ավելացնի Աստված իր տան վրա 100 քար կավելացնի այո նրանք որոնք որ իրանց ֆինանսը դրեցին վերջ իրանց աշխատանքը Տեր օրհնի այսօր մի անգամից չեղավ բայց Աստծո միջան եղավ եղբայրն ասեց Մաղաքա Մարգարեթյան մեջ որ գրված է Իսրայելի ժողովուրդը գերությունից որ դարձել էին փոխանակ մտածել պաշտամունքի համար տաճարը սարքելու համար կառուցելու համար որ պաշտամունք լիներ աղոտ լիներ խոսք լիներ ամեն մեկը ասեց իրանց տները գեղեցիկ կառուցել եկավ ժամանակը մարդիկ հավաքում են խոսում են ոնց անեն պաշտամունքի հələ դեռ ժամանակը չի հələ դեռ ժամանակը չի անտառ նույն բան է կրկնում հələ դեռ տաճարի շինելու ժամանակը չի Տերը խոսեց անգելի միջոցով արդյոք ժամանակն է որ դուք ձեղունազարդների մեջ բնակվեք բայց իմ տուն ավերակ է եթե այդպես շարունակեք ես ձեր ունեցվածքը վրա պիտի փչեմ ուտեք չեք կշտանա մարգարեի միջոցով ջուրը խմեք չեր հակենա հակնեք չեք տականա ձեր քսակն էլ ծակսակ նսիկ անբարակատ եթե դու շարունակեք ժողովուրդը լսեցին խրատը հանդիմանությունը մարգարեի միջոցով եւ սկսեցին տաճարը կառուցել իրանց տունը որտեղից միտեղ ուզում կարտալ եւ Պավել եղբայրը շարունակի ապվերջու աղոտ կկանենք սա գրված է փաստորեն 3-րդ գիր թագավորած 3-րդ գիր թագավորած 8-րդ գլուխ 37 խոսքից 8-ի 37-ը եթե երկրի վրա ուշադիր լսենք սով երկրի վրա սով կամ ժանդախտ կամ խոշակարություն կամ արմտած դալուկ գրված է կամ մարախ կամ թրտուր լինի կամ անոց թշնամները զանոթ իրենց բնակած երկրի մեջ նեղեն որից եմ կարդում կամ ուշադիր լսենք մի խան եթե գրված է անոց թշնամները զանոթ իրենց բնակած երկրի մեջ նեղեն կամ որևիցե հարված կամ հիվանդություն լինի այնտես ինչ ցույց տալիս Տերը քո բոլոր ժողովրդի Իսրայելի որդիներից մարդը աղոտ կմը այնտեղ ուշա մեջ խնդրված կմանելու լինի եւ իրականջուր մարդ իր սրտի ախտը ճանաչելով այսինքն իր մեղքերը ճանաչելով ձերքերը դեպի այս տունը երկնցնի այն ատեն դու երկնքեն քո բնակած տեղեն լսես ներես եւ անես եւ ամեն մարդուն իր ճամփը ամեն մարդ հատուցում անես անոր սիրտը գիտալու համար ասես բոլոր մարդկանց որտենու սիրտը միայն դու գիտես այո այս տոնը դրա համար է որպես մարդիկ սելի քույրեր եղբայրներ ովքեր կորցրել են երեխաներ Դավիթ թագավորը որը երեխան հիվանդ էր ծոմ վերցրեց աղոտ կարեց որ Աստված կյանք տա բայց մահացավ Երբ որ մահացավ ասեց բերեք հանդեսներս փոխեն սեղան պատասեք նստեմ ասեն Դավիթ ոնց հասկանանք դու ասում ես սեղան դրեք բաց ուտենք ասեց այն ժամանակ որ կենտանի խնդրեցի բայց ինչ եղավ ինքը գնաց մահացավ ինքը իր մոտ չի կարա գա երեխան չի կարա իմ մոտ դուրս հետ վերադառնա ես իր մոտ գնալու եմ Աստված օգնի որ ձեր երեխաները փրկված լինեն եկան ժամանակը դուք եք գնալու ձեր երեխան չի գա ձեր տղան ամուսինը չի գա դուք եք գնալու որտեղ իրանք են որ Աստծո մոտ են եղավ թող Աստված օգնի ձեզ ավելի եղբոր որտեղ խոսքը վերջի աղոտ կտանի Սրտանց փառտան ժողովուրդ ուրախ եք չէ որ վերջ հավաքվելու տեղ ունեցան մենք էլ ենք ուրախ ձեզ հետ մենք բոլորս հավատացյալ ենք շատերս բայց շատ կարճ եմ խոսելու որտեղ ժամանակը եղբայրները ժողովուրդ ջան Աստծո նպատակ ինչի մարդ ստեղծեց Աստված մարդին ստեղծել է որ իր հետ մեկանա մեկ հոգի լինի Աստված դրա համար է ստեղծել եւ մարդը մեղանչեց
Եդեմական պարտեզում հեռացավ Աստծուց, Աստված որոշեց իր որդին աշխարհ գրքի, ամբողջ աշխարհի մեղքը վերցրեց իր վրա։ Այնպիսի տառապանք ապրել, որ ոչ մեկը չի ապրել։ Նա ճաշակեց կրակի լճի մահ, որպեսզի ինձ քեզ հետ ապրի, մեկանա։ Դու պատկերացնում ես, տիեզերքի արարիչ Հիսուսը եկել աշխարհ, խաչվել է իմ նման պիղծ, անհավատ, կռապաշտ մարդի համար, բայց ես չեմ հավատում դրան։ Ես ինչպիսի մարդ եմ, աշխարհում ինձ դաժան մարդ չկա։ Նայեք խաչի վրա ինչ արեց, նայեք։ Երբ որ խաչում էին իրան, ասեց հայրների չեն հասկանում ինչ են անում։ Այսինքն մտածեց իրան խաչողների մասին։ Նայեց մոր ասեց ով կին, ահա քո որդիդ։ Մտածեց մոր մասին։ Տառապանքի մեջ մտած մեր մոր մասին։ Այսօր շատերը հանգիստ են, իրանց հորնում մոր մասին չեն մտածում։ Դրանք դաշան մարդիկ են։ Դրա համար Աստված ինձ սովորացրեց 20 տարի իմ ծնողի տառապանքը կրեցի։ 20 տարի ծեծել է իմ հերը հավատքի համար։ Ողբ եմ արել, որպեսզի իմ հեր ապաշխարի, ջրով հոգով մկրտվի երկինք հետը։ Ես շատ չար մարդ եմ եղել։ Այնքան չար եմ եղել, որ հերս կախել է ինձ, որ փրկվի ինձնից։ Բայց Քրիստոս հայտնվավ ինձ 71 թվականին, երբ որ ես համալսարանի 3-րդ կուրսում էի, եղբայրներ քուրեր, ես անհավատ էի, աթեիստ էի, կռապաշտ էի, պիղծ մարդ էի, մարդասպան էի։ Ինգերս հավատքեր եկել, ասես Պավել հավատքի Աստված կա, ասի այդ տղա հիմար խելք ունես դու, այս աշխարհում հիմարները մենակ Աստծուն հավատում։ Դրանք ասեց, մի օր ասեց, այդ 3-րդ մաս գիրք վերցնենք բերենք։ Գնացինք, մտանք երտուն, ասեց, բայ Ալբերտ ջան, ինչ լավ է եկել ես, արի մի հատ աղոտ կանենք, աղոտ կլսեցի, գլխից խաչը թռա։ Իմ ուզում եմ քրվեմ դրան, ծեծեմ դրան, հայեմ դրան։ Արա ասեց, դու խուլիգան չես, արա գոնե կալիտորում կանի, կամ հելիկուս է։ Ու դենակ ինչ արի։ Ես եղբարն հենց արդյունքով աղոտ կարեց իմ համար, ես իմ մեջ ասի, ես չեմ հավատում դու կաստե չկաս, բայց որ ես քո տեղը լինեի, դրա խնդրածը կտայի, և Քրիստոս հայտնալից, ձեռքը տրեց վրաս, արդեն 55 տարյա լրանում ասեմ դեմի, ամբողջ կյանքս հասկացա, որ կյանքը Հիսուսի մոտ է, Ստեղ մեռնելու են բոլորը, ուզում ես ակադեմիկոս եղի, ուզում ես պրեզիդենտ եղի, վերջը լսել են հողը գլխի տնել են փոսի մեջ։ Կյանքը երկինքն է, կյանքը Աստծո հետ ապրելն է, հավիտյան։ Նա մեզ չի ստեղծել մի քանի օրվա համար, մի 100 օրվա համար, 100 տարվա համար, Աստված ինձ ու քեզ հավիտյանական կյանք ա տվել, հավատա այդ խոսքին, դրա համար ապրի։ Դրա համար ապրի, դրա համար ես մի քիչ առաջ մեր մոտ պաշտամունք էր, ասում եմ նայեք Հիսուսին, Հիսուսին նայեք, որ նրանից խաչվել սովորեք, խաչի մեջ մտածեց ավազակին, որ հայում էր աննան է փրկել, բոլորի մասին մտածեց, իրա մասին չմտածեց, մինակ Պողոսը մտածեց, որ խաչվի Հիսուս ապրի նա մեջ, ալելույա, Ալելույա! Խաչվեք, որ Հիսուս ապրի ձեր մեջ, կանգնենք աղոթքի։ Քո քաղաքավորությունը կա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա, մեր ամեն օրվա հացը այսօր մեզի տուր, և մեզ ներիր մեր պարտքերը, ինչպես մենք կներենք մեր պարտականներին, ու մեզ օրության մի տանի, ապա շահից մեզ ազատիր,
քանի որ քոն է հաղավորությունը, զորությունը, արքը, հավիտյանս հավիտենից, ամեն։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը մեր բոլորիս հետ լինի, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից, ամեն։